Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Սևանի հիմնախնդիրների թեմայով։ Իմ հյուրերն են Արամ Գաբրելյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, փորձագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Կարապետ Կազանչյան, ջրային ռեսուրսների եւ էկոլոգիայի հարցերով փորձագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, թեմա, որին մենք անդրադարձել ենք վերջին անգամ 2 տարի առաջ եւ որոշեցինք նորից անդրադառնալ այս թեմային, հրավիրել հարգարժան մասնագետներին ու փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին 2 տարիների ընթացքում, ովքեր որ մեզ հետևում են կհիշեն, որ 2 տարի առաջ մասնագետները բավականին, այսպես ասեմ, մտահոգիչ պատկեր էին ներկայացրել Սևանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ այսօր կփորձենք հասկանալ զարգացումները։ Պարոն Գաբրելյան, սկսենք ձեզանից, ամենաառաջին հարցը, անցնող 2 տարիների ընթացքում այն պատկերը, որը մենք տեսել ենք մեր վերջին հանդիպման ժամանակ, մեր վերջին հաղորդման ընթացքում, ինչ փոփոխությունների ենթարկվել եւ եթե ենթարկվել է։ Շատ նախ կրկին շնորհակալ եմ հրավերի համար, որովհետեւ շատ արդիական է թեման, շատ երկար տարիներ են արդիական, բայց դժբախտաբար առաջընթաց մենք չենք նկատում։ Այն չափով գոնե ինչ չափով որ պահանջում է խնդիրը։ 2 տարվա ընթացքում ես որևէ առաջընթաց չեմ նկատում ընդհանուր առմամբ։ Որոշ ասպեկտներ կան, որ օրինակ նախորդ մեր հաղորդման ժամանակ, երբ որ մենք Կարապետի հետ ուրեմն մի փոքրիկ բանավեճի մեջ էինք գնում, շատ հետաքրքիր ու կնդրողների համար էլ դա շատ հետաքրքիր էր այդ մասնագիտական բանավեճը, Կարուն այն ժամանակ խնդիր էր դնում առավելապես ազոտի, ֆոսֆորի մուտքը Սևան, ուրեմն բացառել կամ նվազեցնել զգալիորեն։ Որը ջրիմուռների սնունդն էր, եթե ճիշտ եմ հիշում։ Այո, այդպես է։ Կարևոր խնդիր է անշուշտ։ Ես հարցադրումը մի քիչ տանում էի մի ուղղությամբ, որ պետք է ավելի կոմպլեքս դիտարկել խնդիրը, չի կարելի կենտրոնանալ միայն այդ խնդրի վրա։ Կարևոր խնդիր է, ոչ մի խոսք։ Բայց եթե մենք ուզում ենք Սևանը վերականգնել, մենք պետք է հիմքերը միացնենք։ Ինչ ենք արել Սևանի հետ, ինչ վիճակի ենք հասել եւ դա լավ գիտակցելով մտածենք, իսկ ինչ ենք ուզում արդյունքում ունենալ։ Չեմ ասում այսօր, վաղը կամ 2 տարվա ընթացքում։ Ինչ ենք մենք ուզում Սևանից։ Մենք ինչ ենք ուզում հետագայում որպես Սևան տեսնել։ Լիճ թե ջրամբար, հիշում ենք այդ խոսակցությունը։ Այսօր ես պնդում եմ, որ Սևանը շարունակում է իր կարգավիճակը որպես ջրամբար։ Անցյալ զրույցի ժամանակ այդ մասին բավական ընդարձակ խոսենք, չի ուզի այսօր շատ դրա վրա անդրադառնալ, այն որ ինքը ջրամբար է, այսօր ենք մենք տեսնում, օրինակ հենց վերջի որոշումները Սևանից, որը առանց այն էլ որոշված էր Սևանա լճի մասին օրենքով որոշված է, որ Սևանից պետք է 3.5 անգամ ավելի շատ ջուր բաց թողնել, քան բնությունն է նախատեսել 170 միլիոն խորանարդ տարեկան Սևանից ջուր բաց թողնել ռոռոկման գրաֆիկով, այսինքն ոչ թե հրազդան գետով եւ հրազդանի հունով, այլ հեկերի այդ ամբողջ ցանցով։ Այսօր այս տարի որոշվել է, թեև ես չէի ասի, որ տեղումները շատ պակաս են եղել եւ այլն, բայց արդեն որոշում է կայացվել եւ արդեն կառավարությունով դա որքան գիտեմ արդեն հաստատվել է եւս 170-ին ավելացնել 30 միլիոն խորանարդ մետր, այսինքն ավել ջուր, քան նախատեսված է Սևանա լճի մասին օրենքով։ Այդ ավելցուկը եւս օրենքով է հաստատվում եւ որքան գիտեմ այս ազգային ժողովը այդ բանն է, այսպես ասած, այդ օրենքը ընդունել է։ Ինչ է նշանակում 30,000։ 30,000, եթե մենք վերցնենք Սևանա լճի մագարտակում, այսինքն մագերեսից, ինչ շերտ է իրենից ներկայացնում, դա մոտավորապես 3 սանտիմետր։ Թվում է 3 սանտիմետրը ինչ է որ, բայց մենք սովորաբար յուրաքանչյուր տարի համեմատելով նախորդ տարվա հետ որոշում են ավելի շուտ արձանագրում են, թե որքան է բարձրացել կամ իջ է Սևանը։ Եվ դա արվում է հունվարի 1-ի դրությամբ, որպեսզի միշտ նույն օրը նշվի։ Այս տարի նախորդ տարվա հունվարի 1-ին համեմատ
եղել է 20 սանտիմետր ավելի բարձր, ու շատ նորմալ է դա, որովհետև Սևանալիժի մասին օրենքում նախատեսված է, որ տարեկան պետք է 20 սանտիմետր բարձրանա։ Բայց այսօր մենք այսօրվա օրով մենք գրանցում ենք, որ 10 սանտիմետր նվազել է։ Հունվարի 1-ի հետ համեմատած։ Չէ, անցյալ տարվա այսօրվա։ Այսինքն մենք ունեցել ենք այդքան չի ասի, որ մեր գարնանային տեղումները ավելի պակաս են եղել, ծնածածկը ավելի քիչ է եղել։ Իմ գնահատականով շատ ջուր է բաց թողնվել ավելի, քան հայտարարված 17+3-ը։ Ինչպես։ Քան հայտարարված 170+30-ը։ Չէ, 170-ի մեջ ես նկատի ունեմ։ Խոսքը վերաբերում է նրան, որ մագարտակը իջեցվել է, հələ եթե մենք ունենք դրական բալանս հունվարի 1-ին, այսօր արդեն բացական բալանս 10 սանտիմետր, այսինքն 30 սանտիմետր ջրի շերտ մենք ավել ենք բաց թողել Սևանից, այն դեպքում, երբ որ պետք է այդ 20-ը պահպանվեր մինչև մյուս տարի, որ ամեն տարի 20, այո, ամեն տարի։ Դա արդեն իսկ իմ կարծիքով գոնե այդ մասով բավական ցուցանիշ է ցույց տալու համար, թե որքանով ենք մենք այսպես ասած 2 տարվա ընթացքում փաստորեն խոսքը վերջին մի տարվա մասին է, ուրեմն առաջընթաց ունեցել ճագերտներով։ Պարոն Գաբրելյան, մի այսպեսի ճշտող հարց տամ, իսկ ընդհանրապես Սևանի մակարդակը տարվա ընթացքում ինչքան է տատանում տալիս, այսինքն ձմռան ամառ։ Այո, իհարկե։ Բաններ չէ, ինչքան էս հասկանում եմ։ Դրա համար եթե համեմատում են, այո, սովորաբար համեմատում են նույն օրով անցած տարի, այս տարի։ Անկեղծ ասած նույն օրն էլ այդքան կոռեկտ չի, սովորաբար պետք է դա անել ավելի երկար ժամանակի մեջ, ասենք թե, օրինակ դեկադայի ընթացքում կամ ասենք թե մեկ ամսվա ընթացքում։ Բայց եթե դուք գրաֆիկը տեսնեք, որ իմ ասած թվերը համարժեք են նաև այդ կոռեկտ ցուցանիշներին։ Այսինքն մագարտակը ակնհայտ նվազել է ջրի բաց թողումների ընդհանրապես բալանսը խախտելու պատճառով։ Այսինքն այն օրենքը, որ դրված է Սևանի լիճի մագարտակը բարձրացնել, այդ գործընթացը գոնե այս վերջի տարվա ընթացքում դա ես ուղղակի արձանագրում եմ որպես փաստ։ Հասկացա դες։ Պարոն Կազանչյան, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես համաձայն եմ պարոն Գաբրիելյանի հետ, թե վերջին 2 տարվա մեջ այդքան փոփոխություններ չեն եղել, կամ փոփոխությունների թափը այդքան ասենք արագ չի եղել, թե ինչ որ կետնի վրա էկոհամակարգը պահանջում է։ Բայց ես միշտ ասում եմ, անցած անգամ ասեցի, տարբեր միջոցառումների ասեմ, թե Սևանալիճի խնդիրը միայն Սևանալիճով չենք կարող մենք նայել։ Այդ ամբողջովին, այսինքն Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման մեջ պիտի նայենք։ Երբ օրինակ պարոն Գաբրիելյանը նշեց, թե որքան քանակի ջուր է դուրս գալիս Սևանալիճից ռոռոկման համար, այդ նաև պետք է այս խնդիրը ռոռոկման թեմայի մեջ կամ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քննադատման եւ օգտագործման թեմայով ստուգել։ Եթե ոչ, այնտեղ պիտի լինեն շատ տարբեր սոցիալական, շատ տարբեր տնտեսական խնդիրներ։ Ես համաձայն չեմ, թե Սևանալիճից պետք է ամեն տարի այսքան մեծ քանակի ջուր դուրս գա։ Ընդհանրապես տարբեր փորձագետների, հիդրոլոգների հետ երբ կխոսենք այս թեմայի շուրջ, ընդհանրապես բոլորը թեմ են, թե այսքան մեծ քանակի ջուր դուրս գա տարեկան։ Բայց դոր փոխարեն կտեսնենք, թե ունենք նաև տնտեսական հարցեր Արարատյան դաշտում։ Կա այնտեղ նաև սննդային բանի security հարցեր, թե Հայաստանը պետք է որոշ քանակի, այո, ասենք սնունդ հայտայտե ժողովրդի համար։ Կա տնտեսական հարցեր, երբ ֆերմերները ամռան հուլիսին, չգիտեմ, հունիս, օգոստոս ջամփաները ընկնեն, փողոքեն, թե իրենք ջուր չունեն, իրենց բերքերը բջանում են, այդ նաև քաղաքական խնդիր է։ Բայց այդ չեմ ասում իբրև բաժար, թե մենք այս քանակի ջուր պետք է Սևանալիճից դուրս բերենք ամեն տարի, չէ, այնտեղ կա տարբեր ավելի լավ լուծումներ, որ մենք կարող անդրադառնալ, որովհետեւ այս միջոցին չհասնենք։ Օրինակ, մենք ունենք շատ մեծ քանակի ջրային ռեսուրսների գորուստներ, ունենք մոտավորապես 30-40% ռոռոկման ջրի գորուստ։ Եթե մենք կախված շրջանից, եթե մենք մեր ինֆրաստրուկտուրան ավելի բարելավենք, եթե մենք մեր ջրային ռեսուրսների կառավարումը բարելավենք, այնտեղ գարիկը չենք ունենա տարեկան այդքան ջուր դուրս բերելու։ Այսինքն մենք միշտ կանդրադառնանք ամենահեշտ, ամենագարճ գարճաժամկետ լուծումի,
այլ ընդհանրապես վիճակը մեզ կբարդացրի կամ պետք է բարդացրի, թե մենք ավելի երկարաժամկետ լավ լուծումների անդրադառնանք, համապարփակ, ասենք ջրային ռեսուրսների կառավարման ավելի լավ լուծումներ գտնենք, որովհետեւ ամեն անգամ որ խնդիրը ստեղծվի, Սևանա լճի չդառնանք, այո, այնպես ամենահեշտ լուծում Սևանա լճը վճարի մեր սխալների համար։ Համաձայն։ Այո։ Պարոն Գաբրելյան, ես հիշում եմ մեր նախորդ հաղորդման ժամանակ դուք այսօր նշեցիք, որ այնտեղ խնդիրները կոմպլեքս են։ Մի խնդիր չի, երկու խնդիր չի, համալիր է, հա, խնդիրների։ Մենք այնտեղ բազմաթիվ բաներից ենք խոսում։ Մեկը դա ջրի մակարդակներ, մեկը այդ քիմիական նյութերն են, ազոտներ եւ ֆոսֆորներ, որը որ ջրիմուռներն էին կիրակվում, մեկը օրինակ մեր պատվարներն էին, որը որ Սևանա սնուցող, այսինքն Սևանի մեջ թափվող գետերի վրա կառուցված են։ Ես ոնց հասկացա, բոլորի վրա էին կառուցված եւ ձուկը ընդհանրապես էներգետիկ նպատակներով եւ գեղագիտական նպատակներով նույնիսկ ասեցիք, հա, հիշում եմ, որ ցգնագետի վրա։ Այո։ Հիմա այդ պատվարներից որևէ փոփոխություն կա այդ հարցում, թե փաստորեն էլի Սևանում բնակվող ձուկը ձվադրելու հնարավորություն չունի, որտեղ ինքը գետի մեջ է, չէ՞, բայց ձվադրում ես ինչքան հասկանում։ Ուրեմն ասեմ, կան տեսակներ, որ գետի մեջ են ձվադրում, կա, որ Սևանա լճում են ձվադրում։ Յուրաքանչյուրը իր խոցելի հանգամանքներն ունի։ Օրինակ բոջակ ձգնատեսակը չէ, դա իշխանի ենթատեսակ է բոջակը։ Նա ձվադրում է Սևանա լճում ափերի մոտ այն քարքրոտ տեղերում։ Մագարտակը իջնելու պատճառով այնտեղ ուրեմն բանա ձվադրա վայրերը վերացան եւ իր ձվադրան որպես հետևանք նաեւ վերացավ այդ ենթատեսակը։ Նույնը վերաբերում է ծմերային իշխանին։ Լճում է ձվան։ Ամառային իշխանը եւ գեղարքունին իշխանի տեսակներն են։ Իրանք ձվադրում են գետերում։ Եվ հիմա չունեն այդ հնարավորությունը պրոստո։ Տեղ ունեն, բայց այնտեղ էլի պետք է կոմպլեքս մոտենալ։ Բացի նրանից, որ ունեն, որոշակի ունեն, բայց այն ընդհանրապես էկոհամակարգերը թեև բավականին հարուստ են, բայց նրանք շատ խոցել են։ Եթե մի շղթայից մի բան վերցնում ես, օրինակ Գիլի լճի վերացումը, չէ՞, Գեղարքունի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, որովհետև մանրաձուգիչում էր Գիլիում աճում էր, սնվում աճում էր, հետո մտնում էր Սևան, արդեն իրեն չէին կարող մյուս ձկնատեսակները, ասպես ասած, ուտել։ Հա, օրինակ, այսինքն էկոհամակարգն է խախտված։ Իսկ ինչ վերաբերում է կողակին, հիմնական ձվադրման գետը Արգիչին։ Արգիչի վրա դրված է պատվար, 9 մեգավատանոց կայանը աշխատում է, իմիտացիոն բնույթի ձգնանցարան է սարքած, կարծես թե մեկը տեսած լինի, թերից մի հատ ձուկ է հասնում, ես խից կզարմանամ, էլի։ Հա։ Ու մենք փաստորեն այն դեպքում, երբ որ կողակը ուներ արդյունագործական նշանակության ձուկ էր ինքը, ճիշտ է։ Հիմա չկա այդ ամենը։ Միաստեղ միանգամից հարց ունեմ, էլի, այդ ձկնանցումը, այսինքն ինքը աշխարհում ընդունված բան է, չէ՞, որ երբ որ կա պատվար, ձկնանցումը եթե նորմալ է կառուցվում, ձուկը կարողանում է այդ պատվարը շրջանցել։ Տեխնիկական պես ձեզ ասեմ, նույնիսկ օրենքով արգելված է։ Այո։ Ու դա շատ հանգիստ կարելի է անել։ Գետի հունը թողնում ես, գետից այնքան ջուր ես վերցնում, որ էկոհամակարգին վնաս չտաս, կամ այնքան վնաս տաս։ Էկոհամակարգերը ինքնավերականգնման հատկություն ունեն, կամ մի ինտերվալ, որի մեջ դու կարող ես վերցնել ավելին, չի կարելի չվեր, եթե դու ձկից չօգտվես, նո ասենք բնության մեջ վայրի կենդանիներն են օգտվել այդ։ Հիմա վայրի կենդանիները չեն օգտվում, մարդն է օգտվում։ Այն չափով, ինչ չափով որ բնությունը նախատեսած է, Պարզ ձևով ես ես բացատրեմ։ Ձուկը որ մեծացավ մի չափի հասավ, ինքը որոշ մի քանի տարի նաև կապրի չմեծանալով եւ արդեն կարող է եւ չծվադրի, բազմացման ենթարկա չի, հետո սատկի, չէ՞, ձուկը։ Էկոհամակարգը այնպես է կառուցված, որ նրա շղթայի վերին մասում գագաթում գտնվում է նա, որը պետք է այդ ծգանը վերցնի եւ ուտի։ Այսինքն դու կարող ես այդքանով օգտվես։ Եվ ես կարծեմ անցյալ անգամ այդ մասին ասացի, եթե Սևանի էկոհամակարգը լրիվ վերականգնվի, մենք կունենանք արդյունագործական պաշար չվնասելով ձկնաշխարհին։ Միայն սիգի մասով մոտ 4000 տոննա։ Այն պաշարը, որը դու կարող ես վերցնել, բայց չվնասելով։ Հիմա այսօր հիդրոէկոլոգիայի ինստիտուտը տալիս է, ասենք թե թիվ է տալիս, թե չգիտեմ ինչպես են այնտեղ
ուրեմն նորմալորում եւ վերահսկում ոչ ավել քան 500 տոննա։ Հասկանում եք։ Այսինքն 10 անգամ շատ կարելի է վերցնել, եթե էկոհամակարգը ճիշտ է։ Իմ հարցին արձանագրելու պատասխանը փաստորեն հնարավոր է ամեն դեպքում, որ եւ այդ հեկը լինի այդ գետի վրա, բայց նաեւ ոչ գետի հունը վնասվի, ոչ ձգան ձվադորը։ Հայաստանում 190 մոտավորապես 190 փոքր հեկ կա։ Ես փոքրերի մասին եմ ասում, մեծերի մասին խոսելն էլ անիմաստ է, որովհետեւ այնտեղ գետը ամբողջությամբ վերցված է խողովակաշարի մեջ եւ հեկերի շարք է։ Լինի դա Սևան Հրազդան կասկադը, թե Որոդան կասկադը, չէ, 3 հեկերով։ Դրանց մասին նույնիսկ չեմ խոսում։ Մոռացել ենք մենք, որ այդ Հրազդանն էլ պետք է գետային էկոհամակարգն է։ Դա վերածված է փաստորեն գոյողա տարի, ճիշտ է։ Հա, Հրազդան գետը։ Նույնն էլ Որոդանն էլ ինքը թունելներով է գնում։ Փոքր հեկերը 190 ամեն մի արվի վրա կոպիտ ասած պատկերավոր ասած դրվում է հեկ եւ ինչպես է արվում ամբողջը պատվարվում է եւ ամբողջ հեկը վերցվում է ունենք մի հատ պատահական ստացվել է այնպես որ ջուրը վարարել է թեժ գետի վրա թեժ հեկն է պատվարը քանդել է բայց այդ հեկի տերը առանց նոր պատվար սարքելու դրեց ուղղակի ջրի մի մասը վերցնում է ինքը շատ լավ օրինակ է որ հնարավոր է հունը թողնել ու այնքան ջուր վերցնել ու այն սկզբունքով վերցնել որ վնաս չտա բայց դա փաստորեն եղել է պատահական ու գետը վարել քանդել է ես միշտ այդ օրինակը բերում եմ նկարահանում եմ որ տեսեք գետը իր հունով հոսում է հեկը ջուրը վերցնում է իհարկե էլի ինքը պակասեցնում է հոսքը այն հատվածում որտեղ հեկը խողովակաշարն է եւ հետո հեկն է բայց դա այնքան չի որ վնասի պատահական է դա ստացվել բայց դա շատ լավ պատահական օրինակ է որ կարելի է այդպես կառուցել նույնը կարելի է մյուս հեկերը ինչու այդպես չեն անում որովհետեւ ինչպես որ մի քիչ առաջ մի փոքր ակնարկեց որ ես կուզեի անդրադառնալ հիմա խնդիրը ինչու՞մն է մենք ինչպես պետք է օգտվենք բնությունից կոմպրոմիսային մի քիչ բնությանը վնաս տանք, այսինքն վնաս տանք, բայց այնքան վնաս տանք, որ յոլա տանենք, թե բնությունը այնքան առատ է, որ մենք կարող ենք բնությունից ինչպես որ ես Սևանի դեպքում ցկնաշխարհի համար ասեցի, այնպես անող էկոհամակարգը պահպանենք եւ վերցնենք այն չափը, որ չափը որ արարիչ է, ես այդ բառը հենց այնպես չեմ ասում, այսինքն բնությունը հատկացրել է մեզ որպես էկոհամակարգի բաղադրիչի Եվ ինքը շատ է հատկացրել։ Այլ բան է, որ մենք այս տնտեսական սխեմայի մեջ ոնց ենք տեղավորում այս երկու խնդիրը։ Կայուն զարգացման գաղափարախոսություն կա, որ ես անկեղծ ասած ես համարում եմ դա ցախողված գաղափար է, որտեղ այնտեղ կոմպրոմիսների գաղափար է։ Տնտեսական, սոցիալական, բնապահպանական։ Բնապահպանությունը կոմպրոմիս չունի, որտեղ ինքը այսպես ասած իվերուստ գոյություն ունեցող է, մենք պետք է հարմարվենք դրան։ Ու այս հարմարության լիքը հնարավորություններ կան։ Այն հնարավորությունները, որ բնությունն է տվել հարմարվելու համար մեզ որ այդ բնության մասնաբաժին բաղադրիչ։ Զարմանալի է, որ մենք այդ մոդեցումը մի կողմ ենք թողել։ Մենք դա կոչում ենք բնական էկոնոմիկա։ Էկոնոմիկան պետք է հիմնված լինի բնության կողմից դրված հնարավորությունների վրա։ Այդ է խնդիրը, որովհետև հա մի քիչ այստեղ դուժենք, մի քիչ սոցիալականը դուժենք, մի քիչ ինչ դուժենք։ Եթե կարելի է ոչ թե դուժել, այլ ընդհակառակը ներդաշնակվել եւ ավելի լավ ապրել առանց կոնֆլիկտի։ Պարոն Կազանյան, վստահ եմ հնչած մտքի վերաբերյալ կունենաք ասելիք եւ հրավիրում եմ այդ ասելիք ներկայացնելու, բայց ուզում եմ նաեւ հավելենք մի շերտ նախորդ հաղորդմանը պարոն Գաբրելյանը այս հաղորդմանը դա նշեց դուք բավական մեծ հատված անդրադարձել եք այդ ազոտական եւ ֆոսֆորական նյութերին, որոնք որ լցվում են լիճ, կխնդրեմ դրա վերաբերյալ որոշ մեծ տեղեկություններ հայտնեք, թե ինչպես է փոփոխվել իրավիճակը եւ ինչա նախատեսվում անել այդ ոլորտում։ Առաջ որ այդ թեմային անցնեմ, անդրադառնալով ինչ-որ պարոն Գաբրելյան ասաց, կոմպրոմիսների հարցը այո գա, ամեն երկրների մեջ կգտնենք, բոլոր երկրների մեջ, որքան կոմպրոմիս գանենք, այդ տարբեր է։ Կարանք ասենք նվազագույն կոմպրոմիս անել բնության համար, կամ կարանք ամեն ձևով բնության բերկերը օգտագործել, որ այնտեղ արիտ չդանք։
բնության այդ քեդի հոսքի մասին որ ասեցիք որ անգլերենով գասեն minimum ecological flow բաների հեգերի բարակային որքան ջուր կթողնեն որ էկոհամագարկը լավ ֆունկցիայով աշխատի օրինակ այդ կոմպրոմիսներից մեկն է ջրից մի մասը որ մենք օգտագործենք իսկ մի մասը կթողնենք բնության որովհետեւ բազմազանությունը եւ այլն շարունակվի հիմա որքան կոմպրոմիս գանենք այդ մեր օրենսգիրքի pedagogan նորմաների եւ այլն վրա հաստատված է որ պետք է բարելավենք ժամանակի ընթացքին եւ մեր գիտակցությունների մշակման ընթացքին բայց նաեւ մի բան ուզեմ անդրադառնալ այստեղ որ նաեւ այդ շատ այսպես մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի գիտակցությունը բնաբանական նյութերով այսինքն այդ ժողովուրդը գիտակցությունը չունի կամ իրենց համար էս կարևոր թեմա չի որևէ pedagogan չգիտեմ մարմին կուսակցություն եւ այլն պիտի այդպիսի որոշումներ չառնի որ ժողովրդի բոլոր այսպես մեծ փողոք ստանա քանի հաջորդ ընտրությունների ժամանակ պիտի ցայն չստանա այսինքն ժողովուրդը որքան օրինակ կտեսնենք տարբեր երկրներում Եվրոպայում հատկապես քանի ժողովուրդը շատ մեծ գիտակցություն ունի իրենց համար էս կարևոր թեմաները շարժումներ եւ իրենք են պահանջում պետությունից որ ավելի բարելավի վիճակը իսկ եթե տեսնենք ուրիշ որոշ երկրների մեջ որ ժողովրդի համար էս առաջնահերթ խնդիր չի այդ պետությունը ասել չէ այստեղ ցուկ չեք կարող որսալ այստեղ այսպես բաներ չեք կարող անել ժողովուրդը պիտի սկսի փողոքել նույնիսկ եթե այդ ավելի լավ է բնության համար հիմա վերադառնալով ազոտի ֆոսֆորի հարցին ինչպես անցած անգամ ասել էի համաձայն եմ բարոն Գաբրիելյանի հետ այս միակ խնդիրը չի Սևանալջի համար բայց ինձ համար իմ կարծիքով իբրև լճապան այս առաջնահերթ խնդիրն է եթե հատկապես եթե զարգումների մասին ենք խոսում քանի այս սնունդները եթե այնտեղ չլինեն այսինքն շատ չշատանան Սևանալջի մեջ ջրիմուռները բավարար սնունդ չեն ունենալ այդքան աճելու այսինքն զարգում չեն ունենա նաև ինչպես ասել էի կլիմայի փոփոխությունները կնպաստեն օրինակ կապտագանաչ ցիանոբակտերիայի այդ վատ տեսակ ջրիմուռների զարգման համար կլիմայի փոփոխության վրա ջերմաստիճանի բարձրացման վրա մենք կոնտրոլ չունենք որևէ ձևով չենք կարող այդ անդրադառնալ բայց սնունդների վրա կարող անդրադառնալ եւ հատկապես եթե մի սնունդ բագաս լինի ասենք ֆոսֆորը բագաս լինի այնտեղ զարգումներ չեն ունենա այս հարցով Ես կխնդրեմ նաև հիշեցնեք հարստատուղին թե ոնց է ֆոսֆորն ու հայտնվում պիտի անդրադառնամ այս խնդրով ուզում եի ասել թե երկու տարվա մեջ թեև մի քանի այսպես լավ պոզիտիվ քայլեր եղել են հատկապես ինչպես պետությունը հիմա անդրադառնում է այս խնդրի մասին խոսում են եւ այլն տարբեր քննարկումներ կա բայց քետնի վրա որևէ այսպես ակտիվորեն, ասենք, շատ մեծ փոփոխություններ չեն եղել։ Անդրադառնալով թե ազոտ եւ ֆոսֆորը ինչպես կհասնի ջրի Սևանալջի մեջ, ամենամեծ առաջնահերթ խնդիրը գեղդաճրերն են։ Սևանալջի ավազանում կաբրեն ավելի քան 200,000 անց։ Այդ բոլոր գեղդաճրերը, բոլոր համայնքների, բոլոր քաղաքների Սևանալջի շուրջ առանց որևէ կենսաբանական, առանց որևէ քիմիական ֆիլտրացիայի, տրիտմենտի եւ այլն կհասնեն Սևանալիջ։ Այդ եթե մտածենք որքան է տոննաներով սնունդ, գեղդաջուր, դարբեր տեսակի, ասենք ծանր մետաղներ եւ այլն ինչ որ օգտագործվում են կհասնեն Սևանալիջ։ Այս մեծ խնդիր է։ Ինձ համար այս առաջին խնդիրն է, երրորդ խնդիրն է։ Եվ հեշտ է լուծումը։ Այդպեսի չէ որ մենք չգիտեմ rocket science-ի մասին կամ բանի մասին ենք քննարկում որ լուծումներ չկան չէ ամբողջ աշխարհը այսինքն չսամ ամբողջ աշխարհը բայց Եվրոպայի մեջ Ամերիկայի մեջ տարբեր developed երկրների մեջ զարգացած երկրների մեջ արդեն այս խնդիրը 20-30-40 տարի առաջ լուծել են այնտեղ կգառուցենք գեղդաճրերի մաքրման գայարներ ջուրը ամբողջովին կմաքրվի կարանք վերօգտագործել օրինակ ոռոգման համար ավելի լավ որակով եւ ինչ որ արդեն մեզ ավելի արագ ջուր գա կհասնի Սևանալիջ մաքուր ձևով որբեսի բնությունը արիթ ունենա ինչ որ ձևով ավելի մաքր ենք դրան հիմա ինչ որ գլինի թեև բնությունը կամ Սևանալիջը ունի այդ ինքնամաքրման process-ը բայց մենք երբ որ շատ ավելի մեծ քանակի գեղձ կամ աղբ կամ սնունդ կհասցնենք դեպի Սևանալիջ իհարկե պիտի չհասնի այդ մաթեմատիկայի բանը ավելի մեծ է դարբերակը երկրորդ հարցը կամ միջոցը կամ ասենք աղբյուրը ազոտի եւ
ֆոսֆորի կենտրոնաբահությունը այդ գոմաղբը դարբեր անասնաբահությունը բոլոր գոմաղբը եւ այնտեղ ունենք մեծ թվեր գոմաղբի ասենք մեծ քանակի բարոնակությունը նաեւ դեղումների միջոցով եւ այլն կհասնեն սևանալիճ գլուծվեն ջուրի մեջ կքայքայվեն նաեւ կնպաստեն ջրիմորների ծաղկման երրորդ խնդիրը դրա լուծումը պիտի հասկանանք ինչպես այդ գոմաղբը հավաքենք օգտագործենք գարա իբրև բիոգազ օգտագործվի օրինակ ջերմության համար գարա իբրև բարարդանիտ օգտագործվի եւ այլն եւ այլն հնարավոր է Սևանի շուրջ ստեղծվի զոնա որտեղ անասնապահությամբ չի կարելի զբաղվել Կարա այդ լուծումներից մեկն է գարա օրինակ անասունները որոշ տեղ հավաքվեն եւ այնտեղ գոմաղբը հավաքվի եւ վերամշակվի օգտագործվի այս բոլոր ես լուծումները որ առաջարկում եմ այդպես չեմ առաջարկում որ ընդհանրապես երբ քննարկենք պետական մարմինների հետ կամ դարբեր խմբերի հետ այդպես կառաջարկվի թե ահա այս մեծ ներդրումների գարիկը կա այստեղ չգիտեմ մեծ challenge-ներ ունենք չենք կարա լուծի այդպեսի չի եթե նայենք օրինակ ամբողջ գեղդաչրերի մակրման այսպես ամբողջ Սևանալիճի մեջ ինչպես կարանք անել գերեւի $150 միլիոն ներդրումներով գլուծվի այս ամբողջ խնդիրը օրինակ Ասիայի Development Bank-ի միջոցով որոշակի վերլուծումներ կային այդ տեսակի թիվեր էին առաջարկել ասում եմ բոլոր համայնքները բոլոր գյուղերը դարբեր մի քանի դարբերակներ այնտեղ առաջարկել էին գետրոնացված մակրման գայաններ ոչ կետրոնացված եւ այլն ուրիշ հարց որ անդրադառնամ այս թեմայով այս դեսագի լուծումներ նաեւ գարաչարգեն կամ գահայթայթեն նոր կորձի opportunity-ներ օրինակ մենք գիտենք թե Հայաստանի դարբեր համայնքների մեջ ունենք մեծ խնդիրներ կորձի աշխատատեղերի ժողովուրդը ստիպված է կամ Երևան գալ որպես ավելի լավ օրինակ կորձեր կամ վարձատրման համար կամ ավելի վատ դարբերակը որ դարբեր երկրներ քաղտի իսկ մենք երբ քյուղերի մեջ կամ դարբեր համայնքների մեջ Գեղարքունիքի մեջ Շիրակի մեջ եւ այլն այսպիսի մակրման գայաններ հայտայտենք այնտեղ գարիկը պիտի լինի ինժեներների այնտեղ գարիկը պիտի լինի դարբեր դեսագի մասնակիցների, որը օրինակ ինչու բոլոր երիտասարդները որ ուզում են ինժեներ դառնալ պետք է Երևան գա որովհետեւ աշխատի այսպես իրենց համայնքների մեջ նաև իրենց կորձի գարելություններ կստեղծենք այս երկրորդը բարարդանյութերի խնդիրով մենք մեր բարարդանյութերը օրինակ կստանանք Ռուսաստանից այնտեղ պետությունը մեծ սուբսիդավորման գարիկը գա որովհետեւ ֆերմերների վրա շատ մեծ ասենք տանկ չնստի այդ բարարդանյութերը իսկ այդ սուբսիդավորման փոխարեն եթե մենք այսպիսի ծրագիրներ ֆինանսավորենք որովհետեւ այդ բարարդանյութերը մեր գոմաղբից կամ չգիտեմ գոյղաչերի մակրման իբրև արդյունք ստեղծվի այդ նաև կնպաստի Հայաստանի տնտեսության ուրեմն մենք այսպես շատ ներ պիտի չնայենք այս խնդիրների լուծումների պիտի նայենք ինչպես համապարփակ կարանք նաև ստեղծել դարբեր տեսակի pedagogan ասպես opportunity-ներ։ Երրորդ խնդիրը, որը ես շատ տեղեկություն չունեմ եւ կգարձեմ թե ընդհանրապես տեղեկություն չկա, ինչ բարարդանյութեր կօգտագործվեն Գեղարքունիքի մեջ։ Եթե այդ բարարդանյութերի քանակը շատ մեծ է, նաեւ դեղումների առումով կհասնի Սևանալիճ, եւ գտարնա ինչպես որ փույսի կնպաստի նաեւ ջրիմորների կնպաստի բայց այս առումով 90-ական թվականներից ի վեր ես տեղյակ չեմ թե որևէ քննարկումներ կամ հետազոտական աշխատանք եղել է խորհուրդ կտամ չգիտեմ ես տնտեսական որևէ բան էքսպերտ չեմ կամ օրինակ ագրարյան համալսարանից եթե որևէ հետազոտողներ կան որ հետաքրքրված են այս թեման շատ կարեւոր է որովհետեւ այնտեղ նայենք բարարդանյութերից որքան ազոտ կամ ֆոսֆոր կհասնի թեպի Սևանալիճ։ Մենք ամերիկյան համալսարանում անցած տարի փոքր հետազոտական աշխատանք արել էինք, քանի մտածել էինք թե գարա դետերգենտների այդ շորերի կամ լվացման հեղուկների կամ փոշիների միջոցով գարա մեծ քանակի ֆոսֆոր հասնի Սևանալիճ։ Այս նույն հարցն էր օրինակ Եվրոպայում կամ Ամերիկայում 90-ական թվականներից առաջ, երբ այնտեղ որևէ օրենսդրական լիմիտներ չկային ֆոսֆորի բարոնակության,
իրենք օրինակ կստանային 20-30% ֆոսֆորի բարունակությունը լճերի մեջ այս տեսակի նյութերից։ Լվացման միջոցներ։ Լվացման միջոցներ։ Աման լվալու, աման լվալու, կեդին մակրելու, ավտոմեքենաները լվալու, այդպիսի շորերի, փոշիների եւ այլն։ Վերցրել ենք մոտավորապես 67-70 տարբեր տեսակի դետերգենտներ այդ համայնքներից, ասեն տարբեր քաղաքներից, Մարդունի, Գավառ, Վարդենիս եւ այլն, լաբորատորիայում անալիզ էին արել, թե այդ ինչքան կբարունակեն եւ մեզ թվեց, թե բարեփոխտաբար այդ ֆոսֆորի բարունակությունը բոլոր նյութերը, բոլոր տարբեր բրանտները, որ ուսումնասիրել ենք, արդեն բավական ցածր են։ Մեր վերլուծությունը այս բանի թեմայի շուրջ այդպես մեծ թվեց, թե գերեւի այս նույն ֆիրմաները, որ ասենք եվրոպական կամ տարբեր միջազգային բրանտներ են, քանի արդեն իրենք դուրսի երկրների մեջ, ուրիշ երկրների մեջ ստիպված են ֆոսֆորի բարունակությունը քիչ անել, նույն ֆորմուլան նաև կօգտագործեն, որ Հայաստանի այդ նյութերը արդատրեն կամ այստեղ դեպի երկիր բերեն։ Ուրեմն մենք հաստատեցինք, թե կոնե այդ դետերգենտների լվալու նյութերից որևէ հարց չկա, բայց գեղդաչրերի մաքրման գայանները ինձ համար կմնան առաջնահերթ ոչ միակ խնդիրը, բայց այս ինձ համար ամենակարևոր խնդիրն է։ Պարոն Գաբրելյան, երբ որ մենք Սևանում ջրի մակարդակի իջեցման մասին ենք խոսում, հավելյալ ջուր վերցնելու մասին ենք խոսում, պարոն Կազանցյանը այդ թեման բացեց, ես ոնց հասկանում, իրական խնդիրը այդ ոլորտում մեր ռոռոկման համակարգի են անմխիթար վիճակն է, որ մենք ունենք այդ քանակությամբ կորուստ։ Եթե մենք այդքան կորուստ չունենայինք, մենք ստիպված չենք լինի ամեն տարի Սևանից այդքան ջուր վերցնել։ Ես ճիշտ եմ հասկանում այստեղ։ Այսինքն քանի որ մենք ունենք կորուստներ, ուրեմն դե շատ վերցնենք։ Գլխի վար է դրում ձեր նույնիսկ հարցադրումը։ Ասեք, դուք ասեք, իսկ ոնց է ճիշտ այդ հարցադրումը։ Ճիշտ է հետևյալն է։ Ես էլի եմ կրկնում, որքան է տալ, որքան կարող է Սևանից ջուր վերցվել ռեսուրսային բաղադրիչ։ Գիտեք ինչ կա, շատ ժամանակ այդ բառը որ օգտագործում են ռեսուրս եւ էկոնոմիկ Ռեսուրսը մարդու կողմից օգտագործելի բաղադրիչ է, նշանակում մարդու կողմից օգտագործել։ Երբ որ ասում ենք ռեսուրս, մենք պետք է հասկանանք, որքան կարող է էկոհամակարգը ռեսուրս տալ ոչ ի վնաս իրեն։ Շատ լավ։ Ջրային, հատկապես ջրային էկոհամակարգը Հայաստանում այնպեսին է, որ ռեսուրսային բաղադրիչը այնքան բարձր է, որ կողքի մեր հարևան երկիրը կերազեր այդքան ռեսուրս ունենալ։ Թիվը որ ասեմ Պարսկալնի մոտ ինձ թվում է 5-ից ավել միլիարդ խորանարդ մետր տարեկան։ Այդքան ջուր կա Հայաստանում հոսող։ Լցվում, հոսում գնում է։ Այդ ջրից մենք կարող ենք օգտվել այնքան, որքան որ էկոհամակարգը թույլ է տալիս ոչ ի վնաս իրեն։ Եթե մենք ավելի շատ ենք վերցնում, էկոհամակարգը հետադարձ հարված է հասցնում։ Հետադարձ հարվածը այն տեսքն է, որ այսօր կա։ Գարնանը վերցրել են շատ ջուր, որ այդքան կարիք չկար։ Անձրևը գալիս էին, ես տեսել եմ, անձրևի ժամանակ ոռոգում էին։ Ասում եմ, անձրևի ժամանակ քանի տվել են ջրենք, էլի։ Հասկանում ես։ Անկազմակերպ կառավարչությունն ընդհանրապես ինքը շատ անկազմակերպ է։ Ինքը ձեր ասածի նման է գալիս, ասում եմ, քանի որ կարիք կա, հենց այդպես է որոշում է, երբ որ որոշում են 30 միլիոն խորանարդ մետր ավելացնել, ով է այդ առաջարկությունը, չոերն են առաջարկում, որ մեզ այսքան ջուր է պակասում, եթե ուզում եք, որ արդեն քանի տարի սովետական միության փլուզումից հետո իմիջայլոց, այդ ամեն տարի նույն հարցը բարձրանում է։ Մյուս տարի էլ է բարձրանում, այն մյուս տարի էլ է բարձրանում, քանի դեռ մենք համակարգը չենք հարմարացրել այն տեսակետին, որ ես եմ ասում, նորմավորել ոչ թե պահանջարկը բույսի, կարող է կարտոֆիլ չի կարելի, հատկապես կլիման էլ որ փոխվում է, երաշտային բաներ շատանում են, այսինքն պետք է տեխնոլոգիաներ փոխել։ Պարոն Ղազանյան շատ կարևոր տեխնոլոգիական խնդիրների անդրադարձավ։ Ես ընդհանրապես ասում եմ, տեխնոլոգիական խնդրեմ ընդհանրապես չկա ավելին։ Սովետական միությունն ու երբ որ կար Հայաստանում քանի կեղտաջրերի կայան կար, գիտեք։ 35 կեղտաջրերի կայան կար։ Առաջին Երևանի այերացիոն կայանը։ Մինչև հիմա գոյություն ունի, բայց չի գործում, չէ՞։ Դրանք այսինքն քիմիական եւ կենսաբանական մակրոն են։ Խոսքը կենսաբանականն է հետ միասին։ Վանաձորի, Գյումրի բոլորն կենսաբանական են ու դա հնարելու բան չի։
Դա նշանակում է, որ ոչ թե ինչպես նշեց գիտակցություն չկա, կառավարչություն գոյություն չունի այդ բնագավառում։ Այսօրվա կառավարչական համակարգը այնպիսին է, որ ես չեմ ուզում նույնիսկ կառավարությունից խոսալ, ընդհանուր կառավարչական տեղական ինքնակառավարում։ Մենք ըստ էության մենք ինքնակառավարումը կորցրել ենք, մենք չենք ուզում դա բարձրաձայն ասել, կարծես թե, բայց մենք տեղական ինքնակառավարում որպես այդպեսին մենք վեր ենք ածել միջբնակավայրային կուսակցակառավարման, որ ըստ էության պետական կառավարման պոչն է։ Այն դեպքում, երբ որ այն խնդիրները, որ դրվում են, դա տեղական խնդիրներ են։ Տեղական ոչ թե որ նրանց լուծման, այլ նրանք պետք է նաև ռեսուրս ունենան։ Ես ուզում եմ ելի անդրադառնալ մեր սահմանադրության 12-րդ կետին։ Ես մի քիչ մասնակցել եմ դրա ձևակերպմանը, կիսով չափ հաջողվեց հաստատագրել, որ պետությունը պարտավորություն չի կրում այդ գործերն անելու։ Պարտավորությունը ու բնականորեն պարտավորությունը կրում է մարդիկ, բնակիչները։ Յուրաքանչյուր ոք, ինչպես որ այնտեղ գրած է, յուրաքանչյուր ոք պետք է հոգ տանի, ճիշտ է, բնության նկատմամբ այնտեղ գրած է շրջակա միջավայրը, ինչքան փորձեցինք շրջակա միջավայրը գոնե հետնել գրվի բնության եւ շրջակա միջավայր, որտեղ շրջակա միջավայրը ամենևին դեռ բնություն չի։ Քաղաքային միջավայր, այս միջավայրն էլ ըստ էության միջավայր է։ Ինչ եմ ասում, շրջակա բառը ռուսերենից է գալիս, որովհետեւ չորեքշաբթու հետ չխառնեն, էլ է սրեդա, չէ՞։ Որտեղ անգլերեն ոնց է, շրջակա բառ չկա անգլերենում, կա միջավայր, environment, ճիշտ է։ Ինչու մենք չենք օգտվում։ Գիտեք ինչ, այդ կլիշեները կարծես թե էական չեն, բայց դա տրամադրություն եւ ենթագիտակցական կլիշեներ է դնում մարդու վրա։ Շրջակա միջավայրը նույնիսկ կա թևավոր խոսք, պահպանենք բնությունը չվերածվի շրջակա միջավայրի։ Ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչ հենց այնպես չէ։ Դուք ասեցիք, ես գրել եմ իմ մոտ գիտակցություն չկա։ Մեկը հարցն է, դա գիտակցություն չկա, թե պարտավորություն չկա։ Ավելի շուտ պարտավորությունը գրավոր դրված է սահմանադրության 12-րդ հոդվածին։ Յուրաքանչյուր ոք պարտավոր է, այսինքն պարտավոր հոգ տանել շրջակա միջավայրի, համարենք բնության նկատմամբ, չէ՞։ Պետք է հոգ տանի։ Բայց հոգ տանելու լծակ այսօր մեր ժողովուրդը ունի, չունի։ Բոլոր լծակները պետությունը վերցել է այն դեպքում, երբ որ հենց սահմանադրության առաջի կետով պետությունը պարտավորություն չունի բնապահպանության բնագավառում, նույնիսկ շրջակա միջավայրը ինքը պարտավորություն չունի, ինքը պետք է խթանի։ Եվ դա ճիշտ է ըստ էության, ինչու՞, որովհետև պետությունը կառավարչական մարմին է։ Ինքը պետք է կառավարչություն իրականացնի, բայց քանի որ տուժողը իրավունք կրողն ու պատասխանատվություն դրել պետք է զուգահեռ լինի, չի կարող, եթե պատասխանատվությունը, եթե իրավունքը գերակա է պատասխանատվությունից, դա հայկական թևավոր խոսք է միջայլից, ծնվում է չարիք։ Չպետք է իրավունքը գերակա լինի, դրանք պետք է զուգահեռ լինեն։ Եթե դրված է յուրաքանչյուր ոգու վրա պարտավորություն սահմաններ, ես գտնում եմ, որ ճիշտ է։ Մենք ենք միջավայրի տերը, այսպես ասած, մենք պետք է տիրություն անենք։ Այդ տիրությունը անելու ինչ լծակ ունենք։ Նույնիսկ բնավճարներն ու բնօգտագործության բնապահպանական վճար, բնապահպանականները հարկի կարգավիճակ են տվել, քաշ են տալիս ստանում են պետական բյուջե։ Ինչու պետք է գնա դա պետական բյուջե։ Հասկանում եք, սա կառավարչական խնդիր է, որոնք իրավունքի սկզբունքից են գալիս։ Ես որ ասում եմ իրավունք, ես նկատում եմ բնական իրավունք, ոչ թե այն պոզիտիվ իրավունքը, որ գրում են կուսակցականները ու հրամցնում են որպես օրենք։ Կուսակցականների գրած թուղթը դա օրենք չի։ Նյուտոնինը օրենք է, որտեղ ինքը արտացված է։ Հարց է առաջանում, ինչպես կարելի է այդ բնական օրենքն ու մարդկանց խմբի շահառու խմբի գրած թուղթը երկուսն էլ կոչել օրենք։ Այդ ամեն ինչը նույնիսկ հասկացություններից է գալիս։ Մյուս խնդիրը կլիմայի մասին խոսեցիք դուք։ Վերցնենք կլիմայի մասին։ Հա, Հայաստանը շատ քիչ դեր ունի, 0.06% է նրա արտանետումների արդյունքը։ Բայց երբ որ բոլորին է գումարում, է ստացվում է ամբողջ աշխարհ Փարիզյան համաձայնագրի ներքո, որ կարծես թե տրամադրված է նվազեցնելու։ Արտանետումները շատացնում է եւ դա թույլ է տրված։ Սա էլ դիվանագիտության մասին եմ ասում։ Հայաստանի այդ
ասկերը, էլի, այսպես ասած, ազգային ռազմավարություն, այսպես ասած, մինչև 30 թիվ, այսօր դա է գործում, ճիշտ է, հիմա գրում են մինչև 35-ը, հələ չեն դրաֆտում։ Բայց ինչ է գրած, տեսեք ոնց է հայտարարվում։ Հայտարարումը Հայաստանը նվազեցնում է իր ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով 90 թվականի նկատմամբ։ Որևէ մեկը այդ կարտացող լսողը կմտածի, հələ տեսենք հələ 90 թվին։ Ինչ արտանետում ենք մենք ունեցել, որ հիմա 40%-ով նվազեցնում ենք։ 90 թվականին մենք ունեցել ենք 25 միլիոն տոննա արտանետում ջերմոցային գազերի։ Հիմա մենք ունենք արտանետում 10 միլիոն տոննա։ Եթե դու 90 թվականի նկատմամբ նվազեցնում ես 40%-ով, դա նշանակում է դարձնում ես 15 միլիոն, չէ՞, այսինքն 5 միլիոն ավելացնում ես, 50 միլիոն ավելացնում ես։ Սա դիվանագիտական բլեֆ է, որ մեր նախագահները Գլազգոյում Արմեն Սարգսյանը, հետո էլ ներկայիս նախագահան Շարմ el-Շեյխում, հետո էլ Դուբայում իրենք հայտարարում են, որ հենց այդ բնույթով է ներկայացնում եւ այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ հա ինչ ամբիցիոզ, այսպես ասած, դիրքորոշում է Հայաստան։ Եվ միայն ասեմ, ամենամեծ արտանետող երկիրը Չինաստանը հայտարարում է, որ ինքը նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումը 35 թվականի նկատմամբ մինչև 35 թվականը իր հնային նկատմամբ այդ ժամանակվա այսքան տոկոս երբ որ թվերն ես նայում ստացվում է որ ինքը ավելացնում է որտեղ իր հնան աճում հասկանում եք եւ ես Չինաստանի ամենաշատ արտանետող եւ քիչ արտանետող երկրի օրինակ բերեցի եւ ամբողջ աշխարհն է այդպես անում ինքը Փարիզյան համաձայնագիրն է այդպիսի բլեֆ ինքը թույլ է տալիս ինքը այդ արձանագրությունը չի սահմանում մարդիկ ինչքան պետք է երկրներն արտանետեն հասկանում եք եւ ես այդ օրինակը ինչու եմ բերում քանի որ դրանով շատ եմ զբաղվում հիմա էլ COP17-ն է նախատեսվում հաջորդ ուզում դրան անդառնանք թե ինչ ենք սպասում COP17-ը բանից առաջ այդ զրույցից առաջ մի փոքրիկ խոսեցինք COP17-ը լավ շանս է տալիս այս ամենը ի ցույց տնել եւ բերել սիներգիայի որ չի կարելի յուրաքանչյուր բոլոր խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են դե միջազգային կանաչ էկոնոմիկա երրորդ ակսիոմն է ամեն ինչ միմյանց հետ կապված է այդ տնտեսական եւ այլն եւ այլն բայց այդ կապակցվածությունը պետք է լինի օբյեկտիվ ներդաշնակության մեջ օբյեկտիվ ես նկատի ունեմ որ մարդուց չպետք է դա մարդուց կախված է ամենաչկախված մարդը մասը այդ սոցիալական տնտեսական եւ դա բնապահպանականն է առանցքում վերցնել դա եւ սիներգիայի միջոցով դուրս գալ բոլոր խնդիրների վրա ու այդ շանսը Հայաստանն ունի ինչու որովհետեւ այդ խնդիրը ըստ էության դրված է կոպից կոպ դա անցնում է բայց անտեսվում է որովհետեւ պետությունները բանակցային գործընթացներն այնպեսին որ պետությունները խուսափում են այդ դրան գնալ հասկանում եք հիմա պետությունները խուսափում են իսկ կոպը ինչ է միջպետական բանակցային հարթակ է ինչ կարելի է անել ես քանի որ երկար տարիներ եմ այդ դրանով զբաղվել 21 տարի ես ինքս եղել եմ այդ դելեգացիայի մեջ ու զարմանում էի որոշ փաստերի վրա որ մինչև հիմա խոսում են զարգացող երկիր չէ կոնվենցիաների մեջ այդ գրված է զարգացած երկրները էս պետք է անի զարգացում բայց երբ որ հարցը դնում ես այդ ո՞րն են այդ զարգացած ու զարգացողները դրա սահմանումը նույնիսկ միջազգային չկա հասկանում եք ես այս մի քիչ սմբուր է ստացվում մեր այս խոսակցությունը բայց ինքը կարևոր է այն տեսակետից որ դուք որ ասում եք գիտակցություն չկա ես դրա վրա կենտրոնացա ինչ է նշանակում իսկ ինչու չկա դա արդյոք գիտակցություն չկա թե անտարբերություն է որովհետև լծակ չկա եւ պատասխանատվություն չկա իրավունքը որ վերցնում ես ինքը արդեն պատասխանատվությունն էլ հետը զիջում է շնորհակալություն պարոն Գաբրելյան Պարոն Գազանյան, նորից վստահ եմ շատ բան կունակ արձագանքելու, բայց ուզում եմ նաև անդրադառնանք կենսաբազմազանության կոնֆերանսին, որ տեղի ունենալու Հայաստանում եւ ինչ որ փոփոխություններ մենք սրա հետ կապված ակնկալենք ոլորտում թե չէ։ Այդ լավ արիթ է, ինչպես պարոն Գաբրելյան արդեն նշեց, թե pedagogan առումով, որ Հայաստանի կենսաբազմազանությունը ցույց տանք աշխարհի, թե հրավիրենք տարբեր համաշխարհային հետազոտական մարմիններ, կան մեր հետ
աշխատանքներ կատարելու եւ նաեւ բեդության իբրև այսպես անգլերենով ասեն spotlight-ի տակ դնելու համար, որովհետեւ լույսի ներկայացնելու։ Այո, որովհետեւ ստանանք լավ խոստումներ, բայց այնտեղ խոստումները, ինչպես նշեցիք, բավարար չեն։ Այսինքն ես մի բան ուզում եմ անդրադառնալ, թե որևէ խոստումներ կամ բարդություններ առանց ճանավարակարդեսի անիմաստ է։ Ինչպես արդեն նշել էիք, դրաֆտի մեջ օրինակ Սևանալեջի ռազմավարության համար այնտեղ կա 30% նվազեցնելու նպատակը ֆոսֆորի կամ ազոտի ներհոսքը դեպի Սևանալիջ մինչև, չգիտեմ, 5 տարի կամ ինչ որ է։ Այդ ինչպես են անելու։ Եթե մենք այսօր սկսենք, ասենք օրինակ, ամեն ինչպես նշեցի, գեղդաչրերի մաքրման գայաններ պիտի սարքենք, այդ տարիներ պիտի տևի։ Եվ մենք 5 տարվա մեջ ինչպես ենք անելու։ Եվ որևէ հիմա պլան չկա այդպես մի բան սարքելու։ Ուրեմն մենք garanք որոշակի բաներ խոստանալ։ Garanք նույնիսկ ժամկետ տնել եւ ինչ գործիքներ են առաջարկում։ Այդտեղ գործիքն էլ կա ախր։ Ես ուզում եմ այդ գործիքին անդրադառնալ։ Մի անգամ փորձ եղավ, այդ փորձը դրականում ես հույս ունեի, որ այդ կշարունակվի, որ այդ բնավճարները, որ տրվում են, դրանք պետք է ծառայեն այդ խնդիրները լուծելու համար։ Եվ ով պիտի այդ խնդիրները լուծի, ով որ կրում է այդ պարտավորությունը, մարդիկ։ Այսինքն գործիք է պետք ստեղծել, որ այդ գործիքով աշխատի։ Շատ ենք դրա մասին տարբեր առիթներով խոսել, ես չեմ ուզում այսօր դրան մոտենալ, բայց ել եմ կրկնում, այստեղ ոչ թե գիտակցության խնդիր է, այլ հասկանալու խնդիր է։ Ես անցյալ հաղորդման ժամանակ էլ ասեի, քանի դեռ մենք չենք ընդունել, որ մենք Սևանալիջ չունենք, այլ մենք վեր ենք ածել ջրամբարի, իսկ դա ինքը շատ օգտակար կլինի հասկանալու համար, թե ինչ անենք, քայլերի ինչ փունջ առաջարկենք, որ վերադառնանք այդ խնդրի լուծմանը։ Այդ փունջը ֆոսֆորն ազոտը էլ եմ կրկնում, ինքը կարևոր խնդիր է, ինչ խոսք, ոչ մի չի կարող որևէ մեկը ասի, որ դա կարևոր խնդիր չի, բայց էկոհամակարգը միայն դրանով չի, այդպես չեմ ասում։ Իմ հարցը այդ է, թե քանի գիտենք այս կարևոր խնդիրը եւ քանի լուծումները հստակ են։ Ինչն է մեզ հիմա խոչընդոտ լինել, խոչընդոտը ես էլ եմ կրկնում, մի հատ հասկանալ։ Ես օրինակ կառաջարկեի, որ մենք մի հատ ավելի կենտրոնանայինք այդ խնդրի վրա, ով է պատասխանատուն, պետությունը թե մարդիկ։ Մարդիկ են պատասխանում։ Մարդիկ են պատասխանում, բայց մարդիկ չեն գարա օրինակ ասենք ինչպես դուք ասեցիք, այդ ռազմավարությունը գրած է, բայց այնտեղ գրած է, օրինակ այնտեղ գրած է, որ ֆինանսավորումը պետական բյուջե եւ օրենքով չարկելված սխեմաներ։ Հենց այդպես է գրած է, բոլոր լիքը միջոցառում 100-ից ավել միջոցառում կա, յուրաքանչյուր առաջ այդ բանը գրած է։ Բայց այդ ինչ սխեմա է։ Կամ պետական բյուջե, դա որն է։ Պետական բյուջեն պետական կառավարչական հարցերի լուծման համար է։ Պետական բյուջեից որ հատկացվում է, ինչ նպատակ։ Համաձայն, այդ ամեն ինչը կարևոր հարցեր են։ Մենք միջև չփոխենք այդ մոդելը, մարդիկ ձեր ասելով կմնան անկիդակցական, իմ կարծիքով կմնան անտարբեր, որովհետև նրանց ես ավելի շատ այդ դրա տակ գտնում եմ պարտավորության իրականացումը։ Եթե իրեն դու միջոց չես թողել, որ ինքը իր պարտավորությունը կատարի, դու չես կարող։ Հիմա մեկը կասի, ինչ կա, որ մի օրում կարելի է այդ հարցը լուծել, չէ։ Այդ կառուցված տունը, ինքնակառավարման կառուցված տունը հայ ժողովրդի, որի շնորհիվ ինքը չունենալով պետություն, մենք շատ քիչ ժամանակ ենք ունեցել պետություն։ Ինքը պահպանվել է, բացի պահպանվել այնքան է բարգավաճը, որ աշկի փուշն է դարձել շատերի։ Մեր թշնամիներին ես նկատի ունեմ։ Այդ ոնց ստացվեց, որ պետություն չունենալով հայ ժողովուրդը կարողացել է բարգավաճել, մշակույթ ստեղծել, զարգացնել, հələ մի բան էլ համաշխարհային հավակնություններ ունենալ։ Ուրեմն ինչ-որ ներքին ռեսուրս ինքը ունի, բայց մենք մեր պետությունը ստեղծելով այդ ռեսուրսից ենք զրկել։ Կոնկրետ համայնքների խոշորացմամբ, որ ես անարխոկապիտալիզմի քարոզը չեմ ուզում կանգնեցնել, բայց ամեն դեպքում եկեք խոսենք կոնվենցիայից, կեսա բազմազանության։ Խոսենք։ Ինչ է կնկալել, ինչ է հնարավոր դրաշությունով փոխել։ Շատ լավ։ Առաջին հերթին ուզում եմ նաև անդրադառնալ, թե ընդհանրապես, եթե ժողովրդի հարցնենք, եւ ես նաև մեր ուսանողներից ես գիտեմ, ամերիկյան համալսարանի, թե
մարդիկ դերյակ չեն, որ այսպիսի մեծ event է։ Երկու օր առաջ ամերիկյան համալսարանում COP17-ի մասին լիգբեզ էր։ Էդ է մեր օբյեկտիվը այստեղ, որ հիմա գվեն արդեն մի տարի վերջ է լինելու հոկտեմբեր 2026-ին գազմագերբենք տարբեր միջոցառումներ, տարբեր լեկցիաներ եւ այլն, որբեսի առաջին հերթին ժողովուրդը իմանա։ Երկրորդ հերթին ուզում ենք մանավանդ երիտասարդների, ուսանողների եւ այլն ներգրավել տարբեր տեսակի այսպես competition-ների, activity-ների եւ այլն, որպես իրենք նաեւ իրենց գիտակցությունը բարձրանա էկոհամագարկային գայսապազմազանության մասին եւ նաեւ մի քիչ ավելի ակտիվ լինեն, թե պահանջեն ինչպես կարանք բնաբահբանել այս մեր գենսապազմազանությունը, մեր էկոհամագարկները։ Ես օրինակ մի քանի տարբեր եվրոպական ծրագիրներ coordination կանի ես վերջին մի քանի տարիների մեջ, հատկապես այդ խաղապարը citizen science-ի վրա կապված է, որ ինչպես քաղաքացիները իրենք կարան հետազոտողների, մասնակիցների օժանդակել գենսապազմազանության օրինակ մոնիտորինգի վերաբերյալ։ Հիմա գիտենք թե բոլորս ունենք մեր ձեռքը հեռախոսները, այդ հեռախոսների վրա գա կամերաներ։ Շատ հեշտ է օրինակ, եթե նոր բույս տեսանք, նոր միջատ տեսանք, նոր տեսակներ տեսանք, գարանք տարբեր ծրագիրներով նկարել եւ այդ նկարը upload անել օրինակ տարբեր բազաների, որը հետազոտողներ կարան նայել եւ օրինակ ստուգել թե ինչ տեսակի կենդանիներ կա շատ հեռու սարերի վրա, չգիտեմ տարբեր շրջանների մեջ, որ օրինակ կարա ես իբրև հետազոտող չեմ կարա այդ բոլոր վայրերը հասնել մի տարվա մեջ։ Այս հիմա շատ արագ աճող նոր թեմա մնե, որը թե ժողովրդի կամ քաղաքացիների գտաստի արագի բնության մասին, թե իրենց հետաքրքրությունը եւ ակտիվ իբրև ապրելացևը կբազմանա եւ նաեւ Հայաստանի մեջ ուզում եմ նաեւ անդրադառնալ թե ընդհանրապես մեր երիտասարդները ցավոք սրտի այդ իմ անձնական գաղափարն է թե քիդական նյութերով շատ հետաքրքրված չեն։ Սիստեմ եթե նյութերի պիտի նայենք գենսաբանության եւ այլն քիմիայի, ֆիզիկայի հետաքրքրությունը քիչ է, ընդհանրապես բիզնեսը կամ ծրագրավորման եւ այլն։ Դա մենակ հայաստանյան ֆենոմեն չէ, դա ամբողջ։ Երևի Հայաստանում մի քիչ ավելի, ինչ որ էս գարամ համեմատել օրինակ։ Այս պոզիտիվ նոտայի վրա էլ մի բան շարունակեմ միայն, օրինակ մենք հիմա Գեղարքունիքի մեջ 10 դպրոցների հետ աշխատում ենք, ամեն մի դպրոց իրենք որտեգրում են իրենց ամենամոտ կետը, իրենց աշակերտների հետ ուսուցիչները ամեն շաբաթ կմեկնեն եւ ջրի որակի տարբեր չափումներ կանեն, այդ բոլոր արդյունքները իրանք գիսվում են իրար հետ, համեմատում են տարբեր կետերի ջրի որակը եւ աշակերտների հետ խոսում ենք, մի քանի ամիս անգամ միջոցառում կատարենք, որ աշակերտները իրենք ներկայանան եւ բացատրեն իրենց արդյունքները։ Ներողություն եմ խնդրում։ COP17-ի մասին խոսելուց հարցը այդպեսին էր։ Պետք է անպայման նշել, որ դա միջպետական բանակցությունների հարթակ է եւ այն ինչ որ դուք ասեցիք, դա զուգահեռ ընթացող միջոցառումներ կարող են լինել ընթացքում։ Այո, այս արիտը COP-ի հետ դրանք կապ չունեն։ Ես ուզում եմ հատուկ նշել, որովհետեւ շատերի մոտ կա այն կարծիքը, որ COP-ը գիտաժողով է, դա գիտաժողով չի։ Դա միջպետական բանակցությունների հարթակ է, որը 35 տարի է գնում է, գործը տեղը չի շարժվում։ Այնպես ինչպես եւ կլիմային է, այնպես ինչպես անաբադացման կոնվենցիային է։ Կսա ասեմ, որ հաջորդ տարի պետք է լինի անաբադացման դեմ պայքարի կոնվենցիայի կոպան եւ COP31-ը արդեն կլիմայի, որը կլինի կամ Թուրքիայում կամ Ավստրալիայում։ Մեր ասածն այն է, որ մեր COP17-ը, որ կենսաբազմազանությունն է, ինքը կարող է առանցքային խնդիր առաջ քաշի կոնվենցիաների միջև սիներգիայի, օրինակ ֆինանսական ընդհանուր մեխանիզմ ստեղծել, տեխնոլոգիական, որի մասին ասում եմ, այնպիսի տեխնոլոգիաներ, որ եւ անաբադացմանն են եւ այլն։ Հարգելի գործընկերներ, մեր ժամանակը ցավոք լրացավ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, հարգելի հեռուստադիտողներ, քննարկումից ես ինձ համար կարողացա դուրս բերել մի բան, որ բացրաձայնված խնդիրները հիմնականում կարող են արձանագրել, որ չեն լուծվել, նրանք էլ որոնք որ լուծվել են կամ լուծման ճանապարհին են առնվազն, մեծ հարցեր են առաջացնում դրանց տեխնիկական բաղադրիչները, այսինքն թե մենք օրինակ համար գրում ենք ռազմավարության մեջ, որ 5 տարվա ընթացքում այդ նյութերի ուրեմն արտահոսքը սևան պետք է նվազեցվի, հարցեր են առաջանում, թե մենք դա ոնց ենք անում, եթե մինչև այսօր շինարարություն օրինակի համար մաքրման կանոններ եւ այլն չի սկսվել, եւ սա ընդհանրապես մեկ օրինակն էր։ Ու նորից գալիս ենք նույն խնդրին, որ
կառավարչության արդյունավետությունը կամ լավ կառավարումը։ Այսա երևի թե տվյալ հաղորդումից ես իմ դուրս բերած ամենամեծ մտայի զրահանգումն է, որ մեր թիմի մեկ խնդիրը լավ կառավարումն է այս հարցում։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր Կիրակի 19:00։